Ողջույն։ Օրերս իմացանք, որ քաղաքացիներ դատի են տվել Նիկոլ Փաշինյանին նրա որոշ հայտարարություններ համարելով զրպարտիչ, վիրավորական։ Քիչ չեն դեպքերը իհարկե աշխարհում, երբ ղեկավարի էմոցիոնալ կամ սուր ռետորաբանությունը նրան հասցնում է դատարան։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը օրինակ պարբերաբար հայտնվում է դատարանում։ Գրող և լրագրող Քերոլը Թրամփին դատի տվեց զրպարտության համար այն բանից հետո, երբ վերջինս իրեն անվանեց սուտասան։ Թրամփը ճանաչվեց մեղավոր և պարտավորեցրեց դատարանը նրան վճարել մոտ $90 միլիոն։ Ռեալիթի շոուի նախկին մասնակիցը նույնպես դատի էր տվել և շահել։ Թուրքիայի նախագահ Էրդողանի դեմ տարբեր տարիներին քաղաքացիներ ներկայացրել են հայցեր, պնդելով, որ նրա հայտարարությունները վնասել են իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Արգենտինայի նախագահ դառնալուց հետո Խավիեր Միլեյն է զրպարտության և վիրավորանքի համար ներկայանում դատարան, շատ հաճախ։ Փաշինյանը բացառություն չէ, բայց շատ ակտիվ է։ Նրան բազմիցս են դատի տվել վիրավորանքի և զրպարտության համար։ Արտահայտությունների համար, թե ՔՊ-ն ստացել է 100% օրգանիկ քվե, իսկ մյուս քաղաքական ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, քաղաքացի Լուսինե Ավագյանը և Բագրատ Սրբազանը դատի են տվել, պահանջելով ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։ Պետության ղեկավարի պաշտոնը ենթադրում է ոչ միայն լայն լիազորություններ, այլև բարձր պատասխանատվություն յուրաքանչյուր հրապարակային խոսքի համար։ Նախագահի կամ վարչապետի յուրաքանչյուր հայտարարություն կարող է ազդել մարդկանց հեղինակության, բիզնեսի, քաղաքական գործընթացների և նույնիսկ հասարակության ընդհանուր մթնոլորտի վրա։ Առավել ևս բարձր պաշտոն զբաղեցնող անձինք սովորաբար ակնկալվում է, որ կխոսեն փաստերի հիման վրա, կխուսափեն չափածուցված մեղադրանքներից և կհարգեն յուրաքանչյուր մարդու պատիվը և արժանապատվությունը։ Եթե երկրի ղեկավարը իր խոսքում հաճախ օգտագործում է անձնական վիրավորանքներ, պիտակավորումներ, հնչեցնում է մեղադրանքներ, որոնք հետագայում վիճարկվում են դատարանում, դա կարող է ազդել հասարակության քաղաքական մշակույթի վրա։ Քաղաքացիները հաճախ են առաջնորդվում այն օրինակով, որը տալիս են երկրի բարձրագույն պաշտոնյաները։ Երբ երկրի ղեկավարի դեմ զրպարտության հայցերը հասնում են տասնյակների, դա ցույց է տալիս թե տվյալ անձի քաղաքական դիմանկարը, թե երկրի պետական ինստիտուտների վիճակը։ Դա խոսում է ներքին զսպաշապիկների բացակայության և խոսքի պատասխանատվությունը չգիտակցելու մասին։ Հարցի մյուս կողմը արդեն դատարանների նկատմամբ հանրային վստահությունն է։ Կարևոր է, թե ինչպիսին են դատարանների վերջնական որոշումները, որքան հաճախ են հաստատում զրպարտության կամ վիրավորանքի փաստը, երբ առնչվում է պետության ղեկավարին։ Դատարանները ունեն արդյոք բավարար անկախություն նման հայցեր ընդունելու, քննելու, նույնիսկ երկրի ղեկավարին մեղավոր ճանաչելու համար։ Այստեղ է, որ մենք իսկապես ունենք խնդիր։ Այդ մարդը ասել է. դատավորները վնգստում են, հետո շրջափակել է դատարանների դռները։ Հիմա էլ դատարաններին համարում է կաշառակեր, կոռումպացված։ Բայց այս բոլոր դեպքերում չենք գտնի դատավոր, որ ըմբոստացել է։ Մի դատավոր ենք ունեցել, որ Նիկոլի ասացին, թե կա տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի, ասել է, այդ դատավորը ես եմ։ Քաղաքացին ըմբոստացել է ու դատի է տվել իրեն վիրավորելու համար։ Դատավորները կուլ են տվել վիրավորանքը, քաղաքացին չէ, դատավորները այո։ Լռությունը համաձայնության նշան է։ Թե վախեցել են խոսել ու ԲԴԽ-ն դադարեցնի լիազորությունները, թեպետ ԲԴԽ-ին էլ է վիրավորել Նիկոլը։ Ում նկատի ուներ, երբ ասում էր կոռուպցիոներ դատավորներ, բնականաբար նրանց, ովքեր իր սրտին հաճելի որոշումներ չեն կայացնում, ու դրանով նա կոչ է անում փաստորեն կայացնել իր ուզած վճիռները, թիրախում չհայտնվելու համար։ Ու այսօր Նիկոլի զրպարտության հայցերը գնում են դատարաններ, որոնց անվանում է կոռուպցիոներ կաշառակեր։ Մենք խոսեցինք դեպքերի մասին, երբ երկրի ղեկավարին դատի են տվել քաղաքացիները, բայց կան նաև դեպքեր, երբ դատական համակարգն է դատի տվել երկրի ղեկավարին իր հասցեին վիրավորանքների զրպարտության համար։ Իհարկե, ոչ Հայաստանում։
Թուրքիայում օրինակ Էրդողանի կոշտ հայտարարություններից հետո դատավորների եւ դատախազների մասնագիտական միավորումները բազմիցս դիմել են դատարաններ կամ այլ իրավական միջոցների, պնդելով, որ նախագահի խոսքերը վիրավորում եւ վարկաբեկում են ամբողջ դատական իշխանությանը։ Կամ 2020-ին Բոլիվիայում մի շարք դատավորներ դատի տվեցին նախագահին իրենց պատիվն ու հեղինակությունը վնասելու հայցով։ Երբ 2023-ին Քենիայի նախագահ Ռուտոն մեղադրեց որոշ դատավորների կոռուպցիայի մեջ, բազմաթիվ իրավաբաններ կազմակերպեցին բողոքի ակցիաներ։ Երբ Բերլուսկոնին վարչապետ էր, իտալացի մագիստրոսներ եւ դատավորների ասոցիացիաներ զրպարտության քաղաքացիական հայցեր են ներկայացրել նրա դեմ, քանի որ դատավորներին եւ դատախազներին հաճախ անվանում էր քաղաքականացված կոմունիստներ եւ անգամ հոգեպես անհավասարակշիռ։ Բրազիլիայի նախագահ Բոլսոնարոյի դեմ են հայցեր ներկայացվել ժամանակին։ Մեր դատավորների նման չեն ասել, դա մեզ չի կաշկանդում, մեզ նկատի չուներ։ Իսկ Մեքսիկայում դատավորների պատիվը նախագահից պաշտպանեց Գերագույն դատարանի նախագահը, իսկ դատավորները դուրս եկան փողոց եւ զանգվածային գործադուլներ սկսեցին կառավարության դեմ։ Պատճառը էլի զրպարտություններ դատավորների հասցեին։ Հիմա հələ պատկերացրեք Նիկոլի դատավորներին վիրավորող ելույթներից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Դիլանյանը բռնի Վլադիմիր Վարդանյանի ու Սեդա Սաֆարյանի ձեռքը եւ դուրս գան փողոց։ Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր որոշումները կասեցրած դատավորներին անվանում էր կողմնակալ, սարսափելի կամ Օբամայի դատավոր, Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի նախագահը հանդես եկավ բացառիկ հայտարարությամբ։ Նույնը Իսրայելում կատարվեց Նեթանյահուի դեմ։ Այսինքն, այլ երկրներում լինում են հայցեր, պատասխան հայտարարություններ ասոցիացիաների, փաստաբանների, դատավորների, բարձրագույն դատարանի, ընդհանուր մասնագիտական դաշտի կողմից։ Որ երկրի ղեկավարը դատավորներին անվանի կոռուպցիոներ ու կաշառակեր եւ արձագանք չստանա այդ դաշտից, դա տարօրինակ է, ինչը որ կատարվեց Հայաստանում։ Այո, դատավորներն ավանդաբար խուսափում են անհատական քաղաքացիական հայցեր ներկայացնելուց երկրի ղեկավարների դեմ, որպեսզի չներքաշվեն քաղաքական բանավեճերի մեջ։ Այդ իսկ պատճառով առավել հաճախ գործադիրի ղեկավարի զրպարտության դեմ իրավական գործընթաց սկսում են դատավորների արմիությունները, բարձրագույն դատական խորհուրդները, բարձր դատարանները ցույց տալու համար, որ թիրախավորվել է ողջ ինստիտուտը, այլ ոչ թե մեկ անհատ։ Մեզ մոտ չկա դա, ու մեզ մոտ կա խորը հիասթափություն դատական համակարգի նկատմամբ, այն ամեն օր վիրավորող SMS-ով կամ հրապարակային որոշումներ պարտադրողի նկատմամբ։ Այդ դրա համար էլ Նիկոլի դեմ հայցերը, երբ որ վիրավորել է ողջ ընդդիմադիր ընտրազանգվածին, նրա դեմ հայցերը մի քանի տասնյակ են, ոչ թե հազարներ։ Իմ կարծիքով չեն վստահում դատական համակարգին։ Կարճ ասած, պետության ղեկավարի հեղինակությունը ձևավորվում է ոչ միայն նրա որոշումներով, այլև նրա խոսքով։ Մեր երկիրը ներկայացնողի մոտ չկա պատասխանատվություն ոչ մի բանի, նաև իր խոսքերի նկատմամբ։ Ղեկավարը, ով պարբերաբար զրպարտում է քաղաքացիներին կամ հակառակորդներին, թուլացնում է պետական ինստիտուտների հեղինակությունը, բարոյական իրավունք չունի ներկայացնելու ժողովրդին։ Նմանները ժամանակի ընթացքում իրենց ուրույն տեղն են գրավում պատմության ու քաղաքական աղբանոցներում։